Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Վանաձորի կենտրոնում Տերյան 12 կոտորակ 4 հասցեում հաճախորդների առջև իր հյուրընկալ դռները վերաբացեց Ամելիա գեղեցկության սրահը։ Վերաբացում ենք մեր Ամելիա գեղեցկության սրահը նոր շնչով, նոր ուժով եւ նոր ծառայություններով։ Մեր նպատակը միշտ եղել է մեկ բան՝ ծառայել գեղեցկությանը եւ ձեզ պարգևել վստահություն եւ լավ ինքնազգացողություն։ Գեղեցկության սրահի հիմնադիր տնօրենն է իր գործի վարպետ Ամալիա Վարդումյանը։ Շնորհակալ եմ, որ բոլորը կիսում եք այսօրը մեզ հետ։ Ուզում եմ ասեմ, որ սա մեզ համար նոր քայլ էր դեպի կատարելություն եւ զարգացում։ Այս տարիների ընթացքում մեր թիմի կարևորագույն նպատակը եղել է մատուցել կատարյալ եւ որակյալ ծառայություններ, ապահովելով ձեր մթնոլորտ եւ ընդգծելով ձեր գեղեցկությունն ու վստահությունը։ Ձեր աջակցության շնորհիվ մենք աճել, զարգացել եւ այսօր շարժվում ենք դեպի առաջ։ Միջոցառման վերջում տեղի ունեցավ խաղարկություն, որոնց շահողները կօգտվեն գեղեցկության սրահում տարբեր ծառայություններից, իհարկե անվճար հիմունքներով։ Ժապավենը կտրելու հնարավորությունը տրվեց Պապին, Հենրիկ Վարդումյանին եւ Թորանը, Գևորգ Չիրկինյանին։ Հարկ է նշել, որ Ամելիա գեղեցկության սրահը գործել է շուրջ 6 տարի եւ արժանացել բազմաթիվ հաճախորդների գովեստի խոսքերին։ Եվ այսօր արդեն Ամալիա Վարդումյանի նախաձեռնությամբ եւ Հենրիկ Վարդումյանի աջակցությամբ գեղեցկության այս սրահը ներկայանում է նորովի եւ նոր ծառայություններով։ Հարկավոր է քայլել ժամանակին համահունչ, ունենալ բանիմաց մասնագետներ, ժամանակակից նյութեր եւ բարձրակարգ սպասարկում։ Բազմաթիվ են ծառայությունները այս սրահում, բազմաթիվ եւ պրոֆեսիոնալ, նաեւ նոր։ Ամելիա գեղեցկության սրահում բոլոր աշխատակիցները ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն, անցել են վերապատրաստման համապատասխան դասընթացներ։ Ամելիա գեղեցկության սրահում գործում է նաև դիմահարտարում, իրականացնում է Արինա Բեկլարյանը, շատ լավ մասնագետ է, աշխատում է բարձրակարգ նյութերով, ավելացել է մեր բուժական ոտնահարդարում Ասրիկ Հովհաննիսյանը, մատուցում է պրոֆեսիոնալ բուժական ոտնահարդարում, ներառում է սնկերի բուժում, մազովների հեռացում, եղունգների պրոթեզավորում, ոտքի խնդիրների հետ կապված մի շարք ծառայություններ։ Ունենք դիմահարտար, շատ լավ մասնագետ, որ աշխատում է պրոֆեսիոնալ նյութերով, ընդգծում է մարդկանց գեղեցկությունը, դիմագծերը, ու դա շատ կարևոր է, որովհետև շատ ժամանակ մարդիկ ուզում են մի բան, ստանում են մեկ այլ բան, այդ գաճած տարբերակը մարդիկ կհասկանան ինչ եմ ասում, բայց շատ կարևոր է, որ հաճախորդին ցանկությունները իրականացվի։ Ունենք մանիկյուր, մեր Չիլինկարյան Արինեն, որը նույնպես շատ լավ մասնագետ է, գրեթե առաջի օրերից մեծ հետ է եղել մինչև հիմա։ Ունենք կոսմետոլոգ Նարեն, շատ կարևորում եմ իր աշխատանքը, որովհետև աշխատում է պրոֆեսիոնալ նյութերով։ Եթե ինչ-որ խնդիր կա, որ պետք է դիմել բժշկի հետ օգալի մոտ, պարտադիր ինքը այդ ցուցումները անում է, այսինքն միայն գումարի համար խնդիրը չլուծում, հետո գնում։ Ամելիա գեղեցկության սրահում կմատուցվեն բոլորովին նոր ծառայություններ երիտասարդների ու տղամարդկանց համար, որը կկատարի Երևանում վերապատրաստված մասնագետ Գևորգ Չիրկինյանը։ Բարբերիկ ծառայությունը իրենից ներկայացնում է տղամարդու նորքի հարդարում, ինչի՞ չէ նաև ներկում, որովհետև հիմա շատ է, նաև նորքն են հարդարում ներկում խնամք, շատ մարդիկ կան, որ շատ կոշտ մազեր ունեն, այսինքն նաև դրա մեջ ինքը ներառում է խնամք եւ մազերի կտրվածք։ Սրահում կատարվում է բուժական ոտնահարդարում, սնկերի եւ կոշտուկների հեռացում, եղունգների պրոթեզավորում, ինչպես նաեւ դիմահարդարում, մատնահարդարում թարթիչների լիցք, պիլինգ, մաշկի խոր խնամք, լամինացիա եւ պերմանենտ ծառայություններ։ Նորույթ է մազերի արհեստական երկարացումը։ Մի խոսքով, Ամելիա գեղեցկության սրահը թե կանանց եւ թե տղամարդկանց հրավիրում է օգտվելու որակյալ ծառայություններից, ինչպես նաեւ հերթագրվելու մազերի կերատինային հարթեցման համար։ Որպես ծնող, Ամալիա Վարդումյանը երբեք չի միջամտել որդիներին մասնագիտական ընտրության հարցում, բայց լինել լավ մարդ պարտադիր է։ Միշտ մենք շատ խոսակցություններ ենք ունեցել իմ տղաների հետ, միշտ ասել եմ, որ ամենաառաջինը լավ մարդ մնացեք ու ցանկացած իրանց ընտրած մասնագիտության եւ ցանկացած կյանքում իրանք գիտեն, որ ինչ են ընտրել, ես միշտ իրանց կողքին եմ։
Սրահի տնօրեն Ամալիա Վարդումյանը համագործակցել է Global Beauty կազմակերպության հետ դեռևս 6 տարի առաջ, երբ բացվել էր գեղեցկության սրահը, եւ վերջապես 1 տարի առաջ որոշեց դառնալ վարսահարդար իր իսկ ստեղծած սրահում։ Մի քանի ամիս աշխատելուց հետո ես հասկացա, որ ես ուզում եմ դառնալ վարսահարդար։ Դա իմ անձամբ որոշումն է եղել, ես ինքս շատ սիրել եմ, ուզել եմ ու ամեն ինչ արել եմ, որ շատ լավ մասնակից դառնամ, որովհետև չի կարելի կատարյալ չլինել մի գործում։ Ամելիա գեղեցկության սրահն ունի իր ոճը եւ իր գույնը։ Այս իմ գույնն է, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ սա իմ գույնն է ու շատերը խորհրդանշում են այս գույնը ինձ հետ, բայց տարիների ընթացքում ոնց որ չգիտեմ, սկզբունքներ ասեմ, ճաշակ ասեմ, այս գույնը մի քիչ արդեն սնջում է յետարով ուրիշ գույների ու երևի ժամանակը կգա նաև գույները փոխելու։ Լինել գեղեցիկ եւ հմայիչ յուրաքանչյուրիս գործն է։ Օգտվելով նմանօրինակ ծառայություններից, սիրելի կանայք ու տղամարդիկ կդառնան ավելի հաճելի ու ներկայանալի։ Սա է Ամելիայի բռնած ուղին եւ նպատակը։